Եվ վերջին հարցը նրան կտա Մարիա Կարապետյանը համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, Տիկին Ջուլհակյան, ես հարց որպես այդպեսին ձեզ չունեմ ձևակերպած, կարող եք անդրադառնալ որևէ նախորդի հնչած հարցի, որի առնչությամբ չեք ունեցել բավականաչափ ժամանակ, բայց ես ասելիք ունեմ, դուք շատ կարևոր թեմա շոշափեցիք այս հարց ու պատասխանի ամենասկզբում, դա քաղաքական բանտարկյալ ձևակերպման եւ դրա միջազգային իրավունքում սահմանման, դրա չափորոշիչների շուրջ պատմությանը, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ դա ընդգծել։ Ուրեմն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այն բանաձևը, որը մեկ էջ է, որը անդրադառնում է նրան, կես, ճիշտ է, որտեղ էջ ամբողջությամբ լցված չէ, որը անդրադառնում է այն հարցին, թե ինչ է քաղաքական բանտարկյալը եւ որոնք են այն չափորոշիչները, ըստ որոնց չափվում է, այդ թվում նաև միեդը դատարանը չափվում է, թե արդյոք այս կամ այն երկրում կա քաղաքական բանտարկյալ, թե ոչ, սկսվում է հետևյալ նախադասությամբ, որ 2001 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում ենթադրյալ քաղաքական բանտարկյալների արկայության բերումով սկսվել է մի քննարկում, որը ահա 2012 թվականին դառնում է այս բանաձևը։ Այստեղ եւս մի երկրի անուն կա նշված քաղաքացիական պատերազմը այդ երկրում տեղի ունեցել, այդ դեպքն էլ կա նշած, բայց ուզում եմ ասեմ, մենք պետք է հասկանանք, թե Հայաստանի նախորդ ռեժիմները աշխարհին ինչ են բացական իմաստով տվել։ Աշխարհին տվել են քաղաքական բանտարկյալի սահմանումը գրելու, թղթին հանձնելու, չափորոշիչներ մտածելու անհրաժեշտություն։ Գիտեք, մեր ընդդիմադիրները հաճախ երբ իրենց ասում են ձեր կոմպլեմենտար կամ եւ քաղաքականությունը արևմուտքի հետ ինչ առումով էր, որ ենթադրում էր համագործակցություն, մենք մտածում ենք ինչ-որ տնտեսական, ռազմական մի բան են նշելու, ասում են 2001 թվականին Հայաստանը անդամակցեց ԵԽԽՎ-ին։ Սա է եղել Հայաստանի ԵԽԽՎ-ին անդամակցության պատմությունը, ապտակներ, որ ստացել է Հայաստանը որպես երկիր, բայց մասնավորապես իհարկե այդ երկու ռեժիմները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Կարապետյան, ձեր ասացին ավելացնելու բան չունեմ, այո, ես եմ խոսքում նախապատմությունը նշեցի, կարծես թե Տիկին Ղահրամանյանի հարցինի պատասխան, որ այո, այս բանաձևը հիմա մեջ է բերվում եւ փորձ է արվում այս բանաձևի միջոցով գնահատականներ տալ, թե Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդման ենթարկվող այս կամ այն անձը հիմնականում իհարկե քաղաքական գործունեությամբ զբաղվող կամ դրա իմիտացիա ստեղծող որքանով է քաղաքականապես մոտիվացված այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը, բայց այո, ես կարծում եմ, որ ամեն անգամ մենք չպետք է մոռանանք այդ բանաձևի ընդունման նախապատմությունը եւ Հայաստանի Հանրապետության Եվրոպայի խորհրդին անդամակցության նախապատմությունը եւ թե ինչ նախապայմաններ են մեր առջև դրվել այդ անդամակցության համար։ Ձեր ասածը լրացնում էր իմ ասածին, շնորհակալ եմ։ Արձագանք։ Շնորհակալ եմ, գրքին 2001 թվականին իրավիճակը այնքան վատ էր Հայաստանում եւ Ադրբեջանում, որ սկսվել է քննարկումը, 2008-ին հասավ իր գագաթնակետին, որ այդ դանդաղաշարժ մարմին այնուամենայնիվ բանաձև կազմեց եւ ընդ որում ասեմ, այդ չափորոշիչները սահմանելուց հետո ամենավերջին կետով նաեւ ասում են, որ օրինակ ահաբեկչական գործողությունները չեն կարող արդարացվել այս չափորոշիչներով եւ մի բան էլ բուն չափորոշիչների մեջ է ասում, այսինքն եթե իմ բառերով ներկայացնեմ, եթե մի մարդ քաղաքական գործունեությամբ է զբաղվում եւ բանտարկյալ է, դա նրան չի դարձնում քաղաքական բանտարկյալ։ Նրան պետք է դատարանները, իրավապահ մարմինները վերագրեն պատժի նրան ենթարկեն բացառապես քաղաքական գործունեության բերումով առանց որևէ պատժելի այլ արարքի առկայության։ Այսինքն, երբ ինչ-որ մեկի մասին ասում են քաղաքական բանտարկյալ, այ օրինակ Նիկոլ Փաշինյանի մասին այդ ամբողջ էպոպեան ինչով է հանգուցալուծվել վճռով, որտեղ դատարանը միեդը ասել է, որ այո, այդ մարդուն վերագրելի արարք գոյություն չի ունեցել, պատժելի արարք նա չի արել եւ բացառապես իր քաղաքական գործունեության համար է հայաստանյան դատարանների կողմից պատժվել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեր վերջին նկատառման համար նույնպես։ Տիկին Կարապետյան, այո, դուք ճիշտ եք, որ Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով միեդը կայացրել է վճիռ, որտեղ ուղղակիորեն է գրված սև ոսպիտակի
վրա, որ Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է ազատազրկման իր քաղաքական գործունեության համար։ Այսինքն նույնիսկ ակնարկ չի արված։ Կոնկրետ սև ոսպիտակի վրա գրված է, որ դատապարտումը եղել է բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործունեություններ իրականացնում, բայց այս առումով նորից ես պետք է ասեմ, մեր ընդդիմադիր գործընկերների հարցերին ի պատասխան նույնպես ես շեշտեցի, որ չի կարող խոսք գնալ որևէ պարագայում քաղաքական բանտարկյալ լինելու մասին, նախ եւ առաջ այն փաստի բերումով, որ հետո ասում եք այդ մարդիկ դե գնացել են, գործը հարուցվել է, գնացել է դատարան, դատարանում այդ մարդիկ արդարացվել են, անմեղ են ճանաչվել եւ այլն։ Այդ դեպքում ինչ քաղաքական բանտարկյալի մասին կարող է խոսք գնալ։ Առավել եւս դիտավորության մասին իշխանությունների կողմից, որովհետեւ եթե իշխանություն ունի դիտավորություն, քաղաքական հետապնդում իրականացնելու, կարծում եմ այնպես չէ, որ վերջում պետք է ասենք լավ չստացվեց։ Այդ դիտավորությունը բնականաբար իր հանդիպանին հասնում է, այս դեպքում եթե չի հասել, ապա հիմնազուրկ են պնդումները։ Շնորհակալություն։